Լույս հիմնադրամի կողմից կրթաթոշակ ստացածների ընդամենը 20%-ն է, որ վերադարձել է Հայաստան, եւ հետեւաբար ստացվում է, որ կրթության ֆինանսավորման ներքո մենք արտագաղթ ենք ֆինանսավորում, ընդ որում պատճառների մեջ չեմ ուզում խորանալ, փաստ է, որի հետ պետք է առնչվենք։ Հաջորդը դրանից հետո համանման գործունեություն մենք փորձեցինք պատվիրակել, որպեսզի իմ քայլը հիմնադրամը իրականացնի, բայց այդտեղ իհարկե տոկոսը որոշակիորեն ավել է 60%-ի չափով, բայց էլի 40% չվերադարձելիություն ունենք, որը պրոբլեմ է, էլի, եւ սա էլի մենք սենց պրոբլեմների չենք անդրադառնում, բայց սա ինչ պետք է հասկանանք, չէ՞, սա ինչ երևույթ է, թվում է թե պայմանագիր է կնքած, թվում է թե կառավարությունը կամ ուղիղ կամ անուղղակի աջակցում է, որ մարդիկ գնան սովորեն, գնում են հետ չեն գալիս։ Մենք այս թեմաներին չենք բանանում, չենք անդրադառնում ու տենց կուլտուրա մեր մոտ չկա։ Ինչին ասես անդրադառնում ենք սենց թեման, բայց մենք այս հարցը առնվազն մենք մեզ ճանաչելու համար պետք է այս հարցը տանք մեզ։ Սա ինչ է նշանակում։ Սա ինչի մասին է վկայում։ Եվ մենք ու անընդհատ այս հարցը մեր օրակարգում դնում ենք, պետքա լուծել, եւ եկանք այն եզրակացության, որ պետքա կոնկրետ ընկերությունների պետք լինեն կոնկրետ մասնագետներ, մենք իրանց աջակցենք, որպեսզի իրանք այդ մասնագետներին պատրաստեն, այն կանխավարկածով, որ մասնավորի նկատմամբ ստանձնած պայմանագրային պարտավորությունը ավելի դժվար է չկատարել, քան կառավարության նկատմամբ, որովհետև հիմա կառավարությունը երբ որ գնա այդ 80 կամ 40%-ի հետևից, ես համոզված եմ, որ բան կսկսվի, մի հատ շարժում կսկսի, թե ինչպես է կառավարությունը ապազգային ձևով թույլ չի տալիս, որ տասնյակ հազարավոր մեր հայրենակիցներ Նոբելյան մրցանակ ստանան եւ Նոբելյան մրցանակի դռնից բռնում հետաբերում Հայաստանի Հանրապետություն։